չեն, որևէ մեկն այդպեսին չէ, ինչու պիտի ամբողջ աշխարհը շախմատ խաղա, իսկ մենք նույն շախմատը զարգացելով նարդու նման խաղանք, չի կարելի, բախտակուշակության ժամանակը վաղուց անցել է։ Պարոն Հարապետյան, դուք ասում եք, որ ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ ռուս-թուրքական տանդեմ, հա։ Ձեր օրինակ այդ որակավորման կամ փաստարկման հետ համաձայն չեն տարբեր քաղաքական եւ ոչ միայն քաղաքական շրջանակներ Հայաստանում, հա։ Օրինակ նույն խորհրդանական ընդդիմության ներկայացուցիչները այդպես չեն կարծում, այլ հակառակը Հայաստանի հնարավորությունները տեսնում են այնուամենայնիվ Ռուսաստանի հետ ամուր գործակցության մեջ Արցախի ռազմաքաղաքական Հայաստանում գտնվող ներկայացուցիչներից շատ-շատերը եւս այդպես են կարծում։ Հիմա գուցե աբսուրդ բան եմ ասում ականջների համար, բայց դա մեր իրականությունն է։ Մեր եկեղեցու տարբեր սպասավորներ են դրա մասին ասում, հա, խոսում ժողովրդավարության անպիտանության եւ ավտորիտարիզմի կարեւորության կամ Ռուսաստանի հետ ավելի խորը հարաբերությունների կարեւորության նշանակության մասին։ Ուզում եմ ասեմ, եթե սա փաստ է, եթե սա դուք հիշեցիք 44 օրյա պատերազմը, հա, եթե շատ հեռու էլ չգնանք, այն ինչ որ գոնե բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, ապա ինչու է փաստը դառնում վիճարկելի տարբեր հարթություններում, քաղաքական, հասարակական, հոգևոր։ Ձեր հարցադրումները լրիվ ընկալելի են, պարզապես մի տեղում մի հատ բաց թողում կա ձևակերպման մեջ, երբ դուք ասում եք մեր քաղաքական դաշտը, դժբախտաբար մեր քաղաքական դաշտը մերը չի եղել եւ չէ։ Ռուսական ծայրագավառում, դա Չարենցի հորինած բառն է, երկիրնայերիում, հա, ռուսական ծայրագավառում, ինչ է կարծում, Ռուսաստանն այնքան ողորմելի էր, որ թույլ էր տալու, որ այստեղ քաղաքական դաշտ ձևավորվի։ Դրանք բոլորը ռուսական ազդեցության ներկայացուցիչներ են, եթե չասեմ գործակալներ։ Առավել եւս դուք օգտագործեցիք նաեւ Արցախի ռազմաքաղաքական, այստեղ Արցախը մի կողմ ռազմաքաղաքական ղեկավարություն։ Մի հատ լրագրական հետաքննություն արեք, էլի, արդյոք Հայաստանի որևէ գնդապետ հաշվառված չէ ռուսական կադրերի բաժնում։ Ես ես հստակ տեղեկատվություն եմ ասում, դուք պարզապես կարող եք հարցում անել եւ պաշտոնական պատասխան ստանալ։ Գեներալների մասին էլ չեմ ասում, որը որ թեկուզ համառոտ դասընթաց չի անցել, չի գնացել այնտեղ ստորագրել, որտեղ դասընթացներն էլ երկրորդական բան են, ռուսները երբեք չեն ուզենա, որ այստեղ բանիմաց բարձրագույն սպայական կազմ լինի, գնում այնտեղ ժամանակ են անցկացնում, բայց ստորագրում են, որ իրանք թռչող չեն նրանց վրայից, նրանց հրամաններից։ Նիկոլն այստեղ իշքան ուզում էր 44 օրյայում անենք հակասող ենթադրություն, դե ճաղում էր իրեն, որպեսզի հաղթանակ լինի։ Միևնույն է, բարձրագույն ռազմական ղեկավարությունը կատարելու էր ոչ թե գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները, այլ նրանց ում մոտ ինքը ստորագրել էր։ Մենք այստեղ կրկնակի երթման տակ ենք։ Այն դեպքում, երբ որ եթե քրիստոնյա ենք մեզ համարում, ասված է մի երթվիր ոչ երկնքով, ոչ երկրով։ Հա։ Ձեր այոն թող լինի այո եւ ոչը ոչ։ Մենք տեսանք, որ բոլորը հայրենիքին ասացին ոչ։ Ավելի սոսկա լինի բան, կա հայրենիքին ասացին ոչ, բայց այդ ոչը ուզեցին մեզ վրա ծախել որպես հայրենասերի այո։ Սա ավելի ողբերգական բան է։ Մենք ներսից ենք փտած, ինչպես մեր Հովանես Թումանյանն էր ասում, եւ փրկությունն էլ ներսից է գալու, եթե ներսի լվացում չանենք։ Նույնիսկ Աստծո որդին, իմանալով, որ ինքն Աստծո որդի է, երբ գործունեություն պիտի ծավալեր դրանից առաջ 40 օր գնաց ծոմ պահելու, ներսը լվանալու, որովհետեւ կեղտոտ ձեռքերով չի կարելի դիպչել ժողովրդի ազգի ճակատագրին, հոգուն։ Դրա համար այո, նրանք այդպես պիտի ասեն, մեր ընդդիմությունը, որովհետև ռուսական դրածոներ են եւ աշխատանքի բաժանում է արված, էլի, իշխանությունը, որ դարձյալ ռուսական դրածո է, պիտի մի դեր տանի, բարի եւ չար միլիցու դերերը պիտի տանեն, հա, իսկ ընդդիմությունը պիտի ասի, որ ընդդիմություն ախր ծիծաղելի բառեր են, էլի, այնքան ծիծաղելի, որքան ինձ ներկայացնելիս, ինչ հանրային գործիչ։ Հանրային գործիչը նա է, որ կկարողանա ազդեցություն ունենալ։ Սրանք ինչ ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ Ոչ ինչ քաղաքական կուսակցություն, ինչ բան։ Պարզապես սրանց հանձնարարված է ուղիղ կառավարման տակ են, ասել են դուք Ռուսաստանին չափազանց շատ գովեք,
Նրանց էլ ասել են դուք էլ ձև արեք, թե դուք Ռուսաստանի դեմ եք։ Ինչու, որովհետև բևեռացումը դա կործանման նախահիմքն է։ Գիտեք, ամենաողորմելի երկրները, պետությունները նրանք են, որոնց հասարակական շերտերում նույնիսկ սոցիալական, տնտեսական բևեռացումներ կան, առողջ հասարակություններն են, նրանք են, որոնք միջին այդ բանը գտել են, այդ հաշտության խողովակը, այդ պորտալը գտնված է։ Մեզանում չկա այդ պորտալը, կամ խելքից դուրս հարստությունը, խելքից դուրս ռուսական շեփորահարում, կամ խելքից դուրս, այո, խելքից դուրս հակառուսականություն, որ ըստ էության նույն բանն է։ Դա շրջանագծի օրենքն է, գիտեք, շրջանագծի ամենամոտ կետերը հենց ամենահեռու կետերն են, նայած ոնց եք մոտենում։ Դրանք սիամական երկրորյակներ են պարզապես, եւ ինչ հանձնարարություն ստացել են, դա էլ կատարում են։ Եթե ազնիվ լրագրողներ, ազնիվ մտածողներ կան, նրանց ուղղակի բարոյական, քաղաքացիական, մարդկային պարտքն է, ինչ մտածում են ճշմարտությունը ժողովրդին ասեն, որպեսզի ժողովուրդն էլ նյարդային վիճակից դուրս գա, սթափ դատի, որտեղ եթե լարվածությունը հոգեբանական ստրեսային վիճակ է, նրա արձագանքները արտաքին աշխարհին համարժեք չեն, ադեկվատ լինել չեն կարող, անադեկվատությունը, մենք դա տեսել ենք նույնիսկ 90-ականներին, ասենք մի ճակատում դիմադրողներ չկային, մյուս տեղում գնացել լցվել են եւ Աստված ողորմի Վազգեն Սարգսյանին, որ կարողացավ դրանց համախմբել եւ ամբողջական ճակատ կարողացավ սարքել։ Այ հիմա էլ այդ կուտակումներն են, էլի ծայրահեղությունները շատ վատ բան են։ Դա չէ սթափությունը։ Դրանք այդպեսին չեն, որևէ մեկն այդպեսին չէ։ Ինչու պիտի ամբողջ աշխարհը շախմատ խաղա, իսկ մենք նույն շախմատը զարկ Հայաստանի ԱԳՆ նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունում քննարկվում են շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ Թե ինչ հարցեր են դրանք, ինչ են ենթադրում, ավելի կոնկրետ Արարատ Միրզոյանը չի մանրամասնել։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ, բայց ավելի էական էր այն, որ ֆորումից առաջ տեղի էր ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպում։ Ինչպես արդեն իսկ անդրադարձել եմ այդ հանդիպմանը, դրա անցկացումը հուշում է, որ Երևանն ու Անկարան քննարկել են որոշակի մանրամասներ, որոնք թերևս շրջանցվում են արտգործնախարարների մակարդակի հանդիպումներում։ Հակառակ պարագայում, եթե կար Անտալիայում Թուրքիայի նախարարի հետ հանդիպման հնարավորությունը, իսկ այդ հանդիպումը անշուշտ կայացել է բոլորովին ոչ համապատրաստից, ապա ինչ կարիք կար դրա նախօրեին ունենալ փոխարտգործնախարարների հանդիպում։ Ընդ որում ուշադրության է արժանացրել եւ այն, որ այդ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում էր, որ փոխարտգործնախարարները քննարկել են հարաբերության նոր ոլորտների փնտրտուքի հարցը։ Շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկումները Անկարայի առաջարկներն են Երևանին, թե Հայաստանի առաջարկներն են Թուրքիային։ Արարատ Միրզոյանը չի թաքցնում, որ Թուրքիան հարաբերությունը պայմանավորում է հայ-ադրբեջանական գործընթացով։ Այդտեղ իհարկե դժվար է նաև որևէ բան թաքցնելը, եթե Անկարան դրա մասին հայտարարում է պարբերաբար։ Միրզոյանի խոսքով Երևանը մոտենում է հակառակ դիրքից հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցում առաջընթացը կարող է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացին։ Հնարավոր է, որ այդ մոտեցման շրջանակում Երևանը փորձում է գտնել ուղիներ, որոնք թույլ կտան շատ թե քիչ առարկայացնել հայ-թուրքական շփումները։ Ամբողջ հարցն այն է, որ հայ-թուրքական հարցը հայ-ադրբեջանականի հետ կապելու պատճառն ամենևին այն չէ, որ էթնիկ թելերը կապում են Թուրքիայի ձեռքերը։ Այդ օրինակ հաջորդականության սահմանումն Անկարայի որոշումն է, որը պայմանավորված է հենց թուրքական հաշվարկներով, այլ ոչ թե ադրբեջանական քմահաճույքով։ Երևանը իհարկե չի կարող չպատկերացնել դա հատկապես շփումների այդ 3 տարիների ընթացքում։ Ըստ ամենայնի, հայ-թուրքական հարցում գործնական որևէ պայմանավորվածություն եւ իրականացում պաշտոնական Երևանին այժմ ավելի շատ անհրաժեշտ է նախընտրական կապիտալիզացիայի հաշվարկով։ Այստեղ հարցն այն է, թե Անկարան արդյոք տրամադրված կլինի որևէ կերպ օգտակար լինել պաշտոնական Երևանի այդ հաշվարկի հարցում։ Նյութի աղբյուր, Առաջին AM։